Շարունակում ենք ուրիշ նորություններ, ուրախ ենք ստուդիայում ողջունել մեր ջուրին, հոկեբան եւ պրոֆայլեր Գրիգորի Բադալյանն է մեզ մոտ, հյուրընկալվում, բարև ձեզ։ Ողջույն։ Շատ հաճելի է, որ այստեղ եք, պրոֆայլեր բառը միգուցե անծանոթ կլինի շատերի համար, դա մասնագետ միով կարողանում է մարդուն հետազոտելով նրա հետ զրուցելիս, զրույցների ընթացքում կազմել նրա մասին պատկերացում եւ ընդհանուր նրա հոկեբանական պատկերը, ճիշտ եմ հասկանում, ժեստերի, խոսքի, շարժու ձևի կազմել պրոֆիլը։ Այն ինֆորմացիան, որը հասանելի է տվյալ մասնագետին, դա կարող է լինել վիզուալ ինֆորմացիա, ձայնի առանձնահատկություններ, հագուստի առանձնահատկություն, ոճ, դիմախաղ, խոսքի առանձնահատկություն։ Այդ ամեն ինչը պատմում են անձի հագնված, քողարկված եւ ակնհայտ կողմերի մասին։ Դրանք որպես այդպեսին կոդավորված են ոչ մասնագետի համար։ Մասնագետը պարզապես կարողանում է ուսումնասիրել, ապակոդավորել եւ կազմել պրոֆիլը եւ ակնհայտ մարդուն, այսինքն ում հետ խոսում է, եւ հնարավոր հանցագործին, օրինակ ուսումնասիրելով հանցագործության վայրը։ Պրոֆայլինգ ամնից երբ ծագեց, հիմնականում ԱՄՆ-ում շատ արագ թափ ստացավ կրիմինալ պրոֆայլինգ հասկացությունը, երբ ուսումնասիրում են սեյրական մարդասպանների կատարած սպանությունները, ու նրանք զոհի դիրքով, սպանության ձևով, օրվա ժամով, սպանության միջոցներով եւ այլն փորձում են կազմել հնարավոր հանցագործի հոգեբանական նկարագիրը եւ կանխատեսել նրան հաջորդ գործողությունը։ Պրոֆիլը, այսինքն ոչ ակնհայտ հանցագործի։ Հետաքրքիր, շատ բարդ մասնագիտություն։ Այսինքն ավելի հաճախ պրոֆայլերները համագործակցում են նաեւ հանցագործությունները բացահայտող կրիմինալ պրոֆայլերները, այո։ Դե ԱՄՆ-ի FBR հասկացությունը, որ կա, ֆեդերատիվ ունի այդպիսի վարքի վերլուծության բաժին 70-ական թվականներին հենց Ջոն Դուգլասի եւ Ռոբերտ Ռայսլերի միջոցով ստեղծվեց այդ բաժինը, որովհետեւ այդ հանցագործությունները չեն կարողանում բացահայտել։ Ոչ մի ուղիղ կապ չկար հանցագործի եւ զոհի միջեւ։ Տեսականորեն չի լինում իրական ապացույցներ չկան, հետքեր չկան, կան մատահետ կա, բայց նույնականացման միջոց չկա, ոտնահետ կա, բայց 50 միլիոն մարդ ունի այդ ոտնահետքը, կոշկի չափը։ Նույնականացման արտաքին ոչ մի միջոց չկա, որպեսզի դու գտնես։ Հետևաբար դու պիտի կազմես այն մարդու ներքին կազմությունը, կազմաբանությունը կամ դիմագիծը, ով կարող էր կատարել այդպես։ Գիտեք, ես երբեք չեմ մտածել Հայաստանում նման մասնագետ կա, չէ։ Լավ, իսկ ձեր պրակտիկ դաշտը ո՞րն է, այսինքն ձեր մասնագիտությունը Հայաստանում որտեղ եք բանացնում, հետաքրքիր կլինի իմանալ, հա։ Պրոֆայլինգը եւ պրոֆայլերը հիմնականում գործում են երկու տիրույթում, կամ կրիմինալ ոլորտում, այսինքն օգնում են իրավապահ մարմիններին, որին մասամբ ես ներառվում եմ, կամ օգնել նաեւ հատուկ ծառայություններ են մտնում դրա մեջ, որովհետեւ նպատակային անձի հոգեբանական նկարագիրը որպեսզի կազմես եւ հավաքագրես հատուկ ծառայություններում, դու պիտի կարողանաս ավելի խորքային հասկանաս նրա մոտիվները, նրա թուլությունները, այն կողմերը, որը թաքցնում է եւ այլն, որպեսզի կարողանաս ճիշտ մոտեցում ունենալ։ Անհրաժեշտ ճիշտ առաջարկություն անես, որից չի կարող հրաժարվել։ Նաև հոգեբանները գործում են բիզնես ոլորտում կամ կոնսուլտացիոն ոլորտում։ Օրինակ, բիզնես ոլորտում պետք է կազմել նպատակային անձի հոգեբանական նկարագիրը, որպեսզի հասկանաս ինչ առաջարկություն պիտի անես իրեն, որպեսզի ինքը ընդունի։ Շատ հրաժարվել։ Ամենապարզ օրինակը ինչ աշխատավարձ, չէ՞, ասենք առաջարկես։ Օրինակ, որ կոպիտ ասած մարդը լիովին գոհ մնա եւ ասենք կատարի իր պարտականությունները ավոր պատշաճի։ Ինչ ռեսուրս պիտի իրեն տաս, բայց ռեսուրսները լինում են հոգեբանական եւ նյութական։ Շատ մարդկանց մոտիվը երբ ուսումնասիրում ես, նյութականը չի, մեզ բոլորին թվում է, շատերին թվում է, որ մարդկանց միայն գումարը պետք է։ Բայց իրականում այդպես չի, որովհետև եթե այն անձը մանկությունից ձևավորվել է չգնահատված լինելով, այդ պահանջմունքը քրոնիկ չի բավարարվել։ Իր համար ամենաառաջնային մոտիվը դա է։ Օրինակ կազմակերպություններում, երբ ես խոսում եմ ղեկավարների կամ ՄՌԿ մասնագետների հետ, ինձ ասում են շատ հաճախ, որ աշխատավարձը բարձրացրինք, բայց նա հեռացավ աշխատանքից։ Վիրավորվեց նա։ Որովհետև նա սպասում էր իրեն պարզապես պիտի գնահատեն խոսքով, վերաբերմունքով, հույզով, ընդունելով, կարևորելով։ Բավարարել նրա ամբիցիաները ի վերջո։ Այո, չբավարարված պահանջմունքները, որոնք վերածվում են հավակնության։ Իսկ նրանք չհասկացան եւ գումար տվեցին, իսկ նա հասկացավ, որ իրեն գնում են պարզապես, հեռացավ։ Գրիգորի, օրինակ, երբ որ հեռուստացույցով նայում եք ելույթները, առաջին մեծության քաղաքական գործիչների եւ այլն, ասենք, պարզ է, չէ՞, որ ձեզ համար միանգամից
շատ բաներ բացահայտվում են, Շատ որոնք ավելի միգուցե տեղ չեն գտնում մամուլում, բայց վստահ եմ դրանք վերլուծվում են նաև գաղտնի ծառայություններում, տարբեր ենթակառուցվածքներում եւ այլն, վերլուծությունները քաղաքական գործիչների ժամանակ առ ժամանակ նաև հեռուստատեսային հաղորդումներում շոուներ են լինում, հրավիրում են մասնագետների եւ խոսքի, ստորագրության, վարքի, պայելաձևի, հագուստի, տարբեր տեսակի եզրակացություններ են անում, որոնք հետո ինչ-որ ժամանակ հետո մեկ էլ պարզում է, որ դա համապատասխանում է իրականությանը, միշտ զարմանում եմ, փաստորեն դուք էլ եք այդ քիչ թվով մասնագետների շարքից Հայաստանում մի քանի իհարկե պարզ է ելնելով գաղտնիությունից տարբեր գործերի վստահ չեք նշի ոչ անուններ, ոչ օր, ոչ տեղ, ոչ այլ մանրամասներ, բայց միգուցե կհիշեք մեկ-երկու դեպք, երբ որ իսկապես ձեր մասնագիտությունը պետք եկավ եւ օգնեց բացահայտել գործը։ Շատ են նման դեպքերը։ Պետական կառույցներում ես նախկինում ծառայել եմ ռազմական հատուկ հետախուզությունում, ու այդ ժամանակվանից սկսած աշխատել եմ ու կամ շփում եմ ունեցել, մտերմություն եմ ունեցել հատուկ ծառայությունների հետ։ Քաղաքական պատվերները որպես այդպեսին կամ քաղաքական թեմաները հավանաբար ամենազգայուն թեմաներն են, որի մասին չենք բարձրաձայնում, որովհետև դա շատ կոնֆիդենցիալ է։ Բայց ձեր տված հարցային մասին, որ այո, միանգամից երևում է, միանգամից եթե չէ, մի քանի անգամ ուսումնասիրելուց երևում է եւ կարելի է հասկանալ տվյալ անձի առանձնահատկությունը, թույլ կետերը, մոտիվները եւ այլն եւ այլն։ Իհարկե մարդկանց հետաքրքրում է դա, այսինքն տարբեր կողմերին միշտ հետաքրքրում է։ Բնականաբար կոնֆիդենցիալությունը չեն բարձրաձայնի, բայց նույնիսկ ձեզ համար կարող է զարմանալի լինել, բայց այո, քաղաքական տարբեր կողմերին հետաքրքրում է այդ ծառայությունը։ Դե ինչ խոսք կա, ես օրինակ մի դեպք կա, թարմ դեպքերից ամերիկացի քաղաքական ակտիվիստ Չարլի Քրքի սպանությամբ մեղադրվեց մի երիտասարդ, նույնիսկ 25 տարեկանին մոտ, որի հոգեբանական պատկերը պարզ է շուտ վերլուծեցին, բայց վստահ եմ հիմա համացանցում նայում եմ, շատ կարծիքներ կան, որ չէր կարող 200 մետրից դիպուկահարի գործ անել, այդ երիտասարդը առանց հատուկ պատրաստվածության եւ նաեւ կա կարծիքներ, որ իրական այսպես մարդասպանը հենց այդ երիտասարդը չէ։ Օրինակ ձեզ հասանելի է վերլուծել այ եղած նյութերով, երիտասարդին տեսնելով նրա ելույթ օրինակ դատարանում եւ այլն, հասկանալ արդյոք նա կարող էր գնալ նման հանցագործության, թե ոչ։ Ուզում եմ ասել, դուք հասկանում եք որտեղ է կեղծիքը, որտեղ են սուտ խոսում եւ այլն։ Որքան մենք ինֆորմացիային մենք ենք տիրապետում, այսինքն հարցերը մենք ենք կարողանում տալ, այդքան առավել հավաստիությունը բարձր է, որովհետեւ հարցազրույցի հատուկ կառուցված գոյություն ունի, որտեղ դու չես կարող հենց այնպես հարցեր տալ։ Դու չես կարող շարժումից հենց այնպես ենթադրություններ անել, որովհետեւ շատ-շատերի մոտ տարածված է, որ օրինակ կպավ այսպես քթին ուրեմն ստում է, փակվեց ուրեմն պաշտպանվում, բայց ձերքերը այսպես Ընդհանրապես այդպես չի։ Դա դիլետանտ մոտեցում է, որովհետև ոչ մասնագետները սիրում են արագ արդյունք, հեշտ բացատրությունը։ Ընդհանրապես այդպես չի։ Մենք ուսումնասիրում ենք հարցազրույցի ժամանակ տվյալ անձի առանձնահատկությունը։ Երբ իրար հետ հարցազրույց ենք ունենում, կամ ինչ որ մեկից պետք է խոստովանություն ստանաս, ինչ որ գործի հետ առնչություն կա, ինքը չի խոստովանում, պիտի ստանաս խոստովանություն։ Որպեսզի նա հասկանաս ինքը արել է թե չէ, դու պիտի ուսումնասիրես իրեն սովորական զրույցի ժամանակ։ Օրինակ մենք սովորական զրույց ենք ունենում, եւ ես ուսումնասիրում ձեր շարժումները, ինչ եք անում, ինչ եք ասում, ձայն ինչ բարձրության է, ինչ որ պահին եք հուզվում, ինչ արագությամբ եք հուզական հագազում տալիս, ձեր սովորական վարքի բազային մոդել, որն է։ Որպեսզի ես դրանից հետո տամ ձեզ ինձ համար ստուգիչ հարցեր, այն հարցերը, որը թեմայի վերաբերյալ է, եւ տեսնեմ դուք ձեր վարքը փոխվում է թե չէ։ Որպեսզի այդ փոփոխությունից հասկանամ այն հարցը, որ ես տվել եմ, դա ձեզ համար նշանակություն ուներ, թե ոչ։ Եթե լրագրողները տիրապետում են այս տեխնիկային, վերջինս ավելի գրագետ կգործենա։ Ինչ է նշանակում։ Քաղաքական գործին օրինակ, եթե հարց ես տալիս միանգամից ստուգիչ թեմայի վերաբերյալ, որը հնարավոր է ստրես առաջացնի իր մեջ, ապա դու չգիտես իր խառնվելը, այդ ոչ վերբալ վարքի փոփոխությունը ինչից է գալիս, հարցի անսպասելիությունից, տվյալ բանին լավ չի զգում, զայրացած է, չես հասկանում։ Բայց եթե մի հատ հարց ես տալիս չեզոք, որին տալիս է սովորական հակազդում, դու տեսնում ես, սա իր սովորական հակազդումն է։ Դրանից հետո տալիս ես ստուգիչ հարցը, եթե վարքը փոխվեց, նշանակում է տվյալ հարցը իր համար նշանակալի է։ Հիմա երբ մենք ուսումնասիրում ենք օրինակ դատավարությունների ժամանակ իրավիճակները, շատ ժամանակ
մարդը պարզապես գտնվելով դատարանում կամ ոստիկանության բաժանմունքում դա իր համար ստրես է, նա անհանգստանում է ու դու կարող ես չհասկանաս այս անհանգստությունը ինչից է գալիս։ Միգուցե վախենում է, որ իրեն հենց այլպես կմեղադրեն։ Միգուցե դատարանի դահլիճը պարզապես իր համար ստրեսային է։ Այդ իսկ պատճառով որքան մենք ենք տիրապետում ինֆորմացիային հարցազրույց վարելու հավաստիությունը մեծ է։ Եթե մենք չենք, այնուամենայնիվ փորձում ենք եղած ինֆորմացիայի հիման վրա վերհանել տվյալ մարդու նկարագիրը, փոխանցած տեղեկատվության հավաստիությունը հաճախ տեսագրվում են, չէ, օրինակ չգիտեմ Հայաստանում կա պրակտիկա, չէ, Վրաստանում ես հիշում եմ Սաակաշվիլի բարեփոխումներից հետո սկսեցին տեսագրել ցանկացած գործողություն, որի եւ հետո դա հնարավորություն էր տալի լավ ապացույցներ ունենալ, որ ստեցի չէ ենթարկվել կամ բռնի ուժ չի կիրառվել եւ առասարակ նաեւ հնարավորություն տալի հավանաբար ձեր որակի մասնագետներին հետո տեսագրությունները լսելիս նաեւ որոշակի վերլուծություններ անել, չէ, դա շատ է օգնում։ Քանիշները կարող են ձեզ դիմել որպես լրացուցիչ, չէ, ասենք հանգամ կամ գուցե հիմնական ոչ միայն լրացուցիչ։ Մեր օրենսգրքում չկա ցավոք դատախազությունում կամ այլ ծառայություններում հաստիկային չկա հոգեբանի կամ պրոֆայլերի ծառայություն, որտեղ մենք ֆիլմերի մեջ տեսնում ենք, ճիշտ է, օրինակ կլինիկական հոգեբանը օգնում է բացահայտման եւ այլն։ Իհարկե շատ կարող է օգնել, որովհետեւ իրավապահ մարմինը օրինակ հանցագործի մոտիվը տեսնում է իրավական տեսանկյունից, բայց հոգեբանը, մասնագիտացված հոգեբանը պրոֆայլերը տեսնում է ներքին մոտիվը, ինչի է այդպես արել։ Հետևաբար այդ մոտիվը հասկանալով դու կարողանում ես կանխատեսել մարդու վարքը։ Օրինակ մարդը ինչի է ինքը անում հանցագործություն, մեզ թվում է այդպես պարզապես հանցագործ է։ Արի ուտես, որ դա գնահատված լինելու միջոց է։ Արի ուտես, որ դա ուշադրություն գրավելու միջոց է։ Դրանք կարող է մանկական տրավմաներ կապված լինել։ Իհարկե, ոչ մի առողջ մարդ, ով հասուն է մեծացել, առողջ է մեծացել, մանկական տրավմանից զերծ է մեծացել, կարիք չունի բռնանալու աշխարհին։ Կարիք չունի ինքնահաստատվելու նման եղանակ։ Արդեն ինքնահաստատվել է։ 6 տարեկանում արդեն անձը կազմավորվել ինքնահաստատվել է։ Այսպիսի մի հարց հասկանալի է, որ կա որոշակի գործիքակազմ, որը կիրառվում է օրինակ հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործի դիմագիծը ավելի պարզ դարձնելու համար։ Այդ որտեղ է թույլատրելի այդ հոգեբանական ազդեցությունը մարդու վրա եւ երբ է այն անցնում, ասենք, մանիպուլյացիաների եւ արդյոք այդ սահմանը կարևոր է զուտ մարդկային երկու մարդու միջև հարաբերությունների։ Դուք հարցազրույցի երկար տարիների փորձ ունեք, վստահ եմ այն ինչ ասում եմ, դուք արագ կհասկանաք, համաձայն եք։ Սա մանիպուլյացիա է ինքնին, այն որ ես կիրառեցի։ Դուք չեք տարբերի, դրանք չի տարբերվում։ Հոգեբանական ազդեցությունը այս սովորական շփումը այսպես է, միասին են, դրանք չեն տարբերվում։ Մենք կարող ենք ասել իրավական հարթությունում կա ինքնասպանության հասցնելու հոգեբանական միջոցն է, ճիշտ է։ Շատ դժվար ապացուցել իհարկե։ Այդտեղ ակնհայտ ապացույցներ են պետք, որ հասցնում ես մարդուն ինքնասպանության։ Բայց սովորական շփման ժամանակ կամ բանակցության ժամանակ կամ հարցազրույցի ժամանակ իհարկե չես կարող տարբերակել։ Դրանք այնքան միախառնված են, այնքան զգայուն են կատարվում, որովհետև ես կարող եմ խոսել ձեզ հետ, ես կարող եմ բառեր օգտագործել, որ դուք բառերի նշանակությունը չհասկանաք ու փորձեք այդ նշանակությունը հասկանալ, մինչև հասկանաք ես հաղորդագրություններ կուղարկեմ ձեր անգիտակցական ու դուք դրանցի մեջ ընկած կլսեք։ Նեյրոլինգվիստիկ մոտեցումներ։ Չեք նկատի եւ դրանք հնարավոր չի բռնել։ Բայց պրոֆեսիոնալ մասնագետը իհարկե կարողանում է նպատակաուղղված անել, բայց դա կապված է նաեւ մարդու, այսպես ասած, բարոյական կողմի հետ։ Որքան բարոյական է անձը, կամ որքան հոգեբանորեն հասուն եւ առողջ է, նա կարիք չունի շփումների ժամանակ օգտագործել դա։ Նա ավելի կոնստրուկտիվ է խոսում, բայց կան իրավիճակներ, որտեղ առանց դրա դու չես կարող օրինակ խոստովանություն ստանալ։ Օրինակ, դու հասկանում ես, որ X անձը հնարավոր է հանցակից է կամ մասնակից է իր մտերիմի սպանության մեջ։ Դու օրինակ պետք է մեղքի զգացում առաջացնես իր մեջ, որպեսզի հուզական համակարգը ակտիվացնես, ապա ակտիվացնես մտածողությունը եւ սկսի հոգեբանական դիմադրությունը նվազել վերջինիս։ Այսպես է գործում լավ։ Մի տեխնիկա ասեմ սրա վերաբերյալ։ Մարդիկ երբ տխրում են, երբ իրենց մեջ առաջանում է տխրություն, իրենք սկսում են համաձայնվել։ Այսինքն տխրությունը կապված է, երբ առաջանում տխրությունը։ Երբ դու հասկանում ես, որ ինչ-որ ռեսուրս կորցրել ես, ու դա դառնալի չէ։ Դիմադրելու ուժ չունես։ Ուժ չունես, դու ընդունում ես, ընդունման հույզն է տխրությունը, ճիշտ է։
Հիմա երբ դու խոսում ես մարդու հետ ումից պիտի խոստովանություն ստանաս, երբ ինքը զայրույթի վիճակում լինի ակտիվ, ինքը երբեք չի խոստովանի, չէ՞։ Որովհետև ինքը պայքարի մեջ է։ Ամբողջ իր գլխուղի առանձնահատկությունը այն եւ օրգանիզմը այնպես է դիրքավորում, որպեսզի քեզ դիմադրի։ Մենք սկսում ենք խոսել մերժում զայրույթ վիշտի ժամանակ, հա, 4 փուլերը վերջում, այդպես։ Հիմա մենք հարցազրույցի մեջ պետք է առաջացնենք օրինակ տխրություն, ամոթ, մեղքի զգացում եւ անձառեսուրսները միանգամից ընկնում են, թուլանում է, վայր է ընկնում եւ ինքը պարզապես սկսում է ավելի հեշտությամբ խոստովանել։ Հոգեբանական ազդեցությունը իհարկե այո։ Ասեք խնդրեմ, իսկ եղել են դեպքեր, երբ որ ձեզ հրավիրել են փորձագիտական վերլուծության աֆեկտի հետ կապված գործերում, շատ դժվար ապացուցվող բան, մարդը անմեղսունակ է համարվում հանցագործությունը կատարելու պահին եւ դա շատ դժվար է նորից ապացուցել, բայց վստահ եմ ձեր ոլորտի մասնագետները պիտի որ հնարքներ ունենան, չէ՞, ինչպես դա կարելի է բացատրել, եթե գաղտնիք չէ կամ մասնագիտական էթիկայից ելնելով չեք կարող կասեք ունեք ինչպես կարելի է բացահայտել եղած բանը, երբ որ վկաներ չկան, միակ մարդով կարող է դա հաստատել արդեն մահացել է, զոհ է դարձել, ինչպես են ապացուցում, որ մարդը այդ պահին անմեղսունակ է եղել, աֆեկտ ունի իր առանձնահատկությունները, հետաքրքիր է իմանալ դա։ Աֆեկտիվ դրսևորումը լինում է երկու տեսակի՝ կումուլյատիվ, կուտակային։ Օրինակ զանգում են ու քեզ ասում են, տեսի կարա այսպես լինի, որ մարդը մի 3 տարի առաջ իրեն նեղացրել են, վիրավորել են, ցավեցրել են, ու ինքը 3 տարի հետո աֆեկտիվ գործի։ Այո, կարող է լինել, այսինքն կոմուլյատիվ աֆեկտ է տեղի ունենում, կուտակում է, ու երբ տեսնում ես քո տրիգերին, այսինքն այն անձին ում ուղղված է քո հույզը, միանգամից առաջանում է աֆեկտ։ Կարող է լինել ու կարող է տեղային աֆեկտ լինել։ Հիմա աֆեկտի ժամանակ մենք գիտենք մարդու գիտակցությունը թուլանում է, հույզերը այնքան են ուժեղ գնանում, որ ինքը պատասխանատու չի իր կատարած գործողությունների համար։ Սա ունի առանձնահատկություն։ Նախ մարդիկ որպեսզի կեղծեն, պետք է իմանան աֆեկտիվ դրսևորումը ինչպես է։ Այսինքն աֆեկտի ժամանակ շատ ժամանակ կատարում են գործողությունը ու ինչ որ միտեղ անջատված նստում։ Ոչ մի բան չեն անում կամ անկանոն շարժումներ են անում։ Ու դրանից հետո չեն հիշում ինչ որ մի բաներ։ Եթե շատ լավ ուսումնասիրած լինի տվյալ անձը եւ կարողանա կառուցի վերակառուցի այդ պատկերը, որովհետեւ մենք զրուցում ենք նաեւ վկաների հետ, օրինակ ասում եմ, այդ ժամանակ ինչ էր անում, այդ գործողություններից հետո ինչ արեց, ինչքան է տրամաբանական իր գործողությունները, քեզ թվում էր, որ ինքը կարծես խելագար է, այսպես ասած, կենցաղային լեզվով ասած, թե կարծես հաշվարկված էր։ Եթե մենք տեսնում ենք, որ անձը գործողություն է կատարում ու դրանից հետո իր գործողությունները չափից շատ ուժգին են, անտրամաբանական են իրավիճակի հետ, եթե պիտի պաշտպանվի, ենթադրենք, պաշտպանությունը ինչպես է լինում, օրինակ կարողանում ես չեզոքացնել անձին ու դու հեռանում ես, սա պաշտպանություն է, բայց եթե դիմացին ինչ-որ բան է անում, դու կարողանում ես իրեն հարվածել ու դու գնում ես մի 20 անգամ հարվածում ես, սա ինքնապաշտպանություն չի։ Եթե մենք տեսնում ենք այս գործողությունները շատ հուզական են, անտրամաբանական են, մարդը չի հակազդում, ու ինքը կատարում է դա ու վերջում մնում է այդտեղ, չի փախչում կամ տրամաբանական չի անում, չի նստում մեքենան գնում, չի նայում տեսախցիկ կա թե չկա, գլուխը չի թաքցնում, որպեսզի մարդիկ չտեսնեն, այլ մնում է այդտեղ, չի հասկանում ինչ է տեղի ունենում։ Այս աֆեկտն է։ Ես մի օրինակ բերեմ, դուք ասացեք, դա արդյոք նման է այդ աֆեկտային վիճակի, թե չէ, շատ պատկերավոր ու պարզ, անձը գալիս է տուն, տեսնում է սիրած անձնավորությանը մեկի հետ, անկողնում, ձեռքի տակ եղած բանը, չգիտեմ, բռան վերցնում է, տալիս է գլխին, սպանում է։ Բայց դա կարող է դիտարկվել որպես աֆեկտ։ Կարող է։ Բայց եթե տեսնում է տեսարանը, դուռը փակում է, գնում է խոհանոց, վերցնում է դանակը, գալիս է եւ գործողություն անում, այսինքն գիտակցաբար գնում է այդ սառը զենքը բերելու հանցագործության վայր, դա արդեն աֆեկտային վիճակ։ Այո, նվազում է աֆեկտի հավանականությունը, որովհետեւ աֆեկտ հայերեն թարգմանած գերհույզային վիճակ, այսպես կարելի թարգմանել։ Շատ իմպուլսիվ է, անձը չի հասցնում մտածի, անձը որոշում չի կայացնում։ Դա շատ բնազդային, հուզական, պաշտպանական հակազդում է, որտեղ անձի որոշում կայացում չկա, բայց եթե այդքանը պլանավորում է, իհարկե նշանակում է նա տեսավ, գնահատեց, ակնթարթային որոշում կայացնեց, ակնթարթային որոշում կայացրեց, իրականացրեց գործողությունը ու դրանից հետո ինչ որ բան արեց։ Եթե աֆեկտիվ լիներ, ինքը կկատարեր ու կմնար այդտեղ։ Ես Ջոն Լենոնի պատմությունը հիշեցի, որ վերջերս էինք խոսում Չապմանը 14-րդ անգամ ներում էր հայցում
դատարանից, բայց ոնց որ հերթական անգամ իրեն փակեցին, նա սպանել էր եւ հետո գնացել էր ինչ որ մոտիկ վայրում նստած գիրքեր կարդում։ Հա, դստարանի նստել էր։ Բայց չգիտենք ի վերջո իրեն այդ ընդունել էին աֆեկտի իրավիճակը, թեև ինքը ասել է, որ ես ուզում եմ շատ հայտնի դառնալ։ Հա, չէ, ես գործի մանրամասնին մի քիչ ծանոթ եմ, նա խոստովանել էր, որ մի տունավոր գիտակցաբար, այո, եկել էր այդ վայր, որտեղ որ հավանական պետք է լինեին Yoko Ono-ն եւ John Lennon-ը եւ իր հետ բերել էր հրազեն, մի խոսքով պատրաստվել նույնիսկ եթե տվյալ պահին իմպուլսիվ գործի, աֆեկտիվ գործի, բայց եթե պլանավոր ինքը դա արդեն իհարկե, այսինքն պլանավորում է, այդ պահին տեսնում է, գիտակցության վիճակը փոխվում է, գերհույզային վիճակի առաջանում, աֆեկտիվ գործում է, հետո գնում է ինչ որտեղ իր կարդում, բայց նա արդեն պլանավորել էր։ Գրիգորի, պրոֆայլերները կարող են մարդու պատկերը վեցանել նրա ներգրավվածությամբ սոցիալական ցանցերում, այն աշխարհում, այսինքն մարդուն չճանաչելով, զուտ լուսանկարներով, նրա հրապարակումներով, լայքերով, չգիտեմ, եւ այլն հնարավոր է մարդու մասին ամբողջական պատկեր ձևավորել։ Մենք գործում ենք այն ինֆորմացիայի համապատասխան, ինչքան արկա է։ Բնականաբար ինֆորմացիան որքան շատ, այդքան հավաստիությունը բարձր, բայց բնականաբար հնարավոր է ինչու։ Մարդու անձի առանձնահատկությունը արտացոլվում է իր տարածքի վրա։ Իր տարածքը կարող ենք համարել իր մարմինը, արտաքին տեսքը, հագուստը, կարող ենք համարել իր մեքենան, մեքենայի ձևը, առանձնահատկությունը, միջավայրը, դրա մաքրության աստիճանը, իրերի արկայությունը եւ այլն։ Ինչի տեսանյութերի տակ է իր հավանությունը դնում, չէ՞։ Այո, իհարկե կարող ենք հասկանալ իր պրոֆիլից, այսինքն նկարները ինչ հաճախականությամբ է տեղադրում, ինչ հաճախականություն է գրառումներ կատարում, այն մարդը ով չի սիրում ուշադրություն ընդհանրապես, ինչ հաճախականությամբ է տեղադրի նոր նկարները։ Շատ ավելի հազվադեպ։ Այսինքն, եթե մտնում եք իմ ոչ մասնագիտական էջը, ոչ անձնական պրոֆիլը, տեսնում եք հիմնականում իմ երեխաների նկարները կամ ինչ որ հումորային բաներ, իմ նկարները քիչ են։ Ինչու՞, որովհետև ես որպես անձի առանձնահատկությամբ եւ իմ տեսակով այդ ուշադրության կենտրոնում գտնվելու պահանջմունքը չունեմ։ Բայց մասնագիտական էջում որ տեսնում եք, իհարկե ես ավելի շատ եմ։ Այսինքն անձնական պրոֆիլում եթե նայում եք, հասկանում եք իմ գլխավոր արժեքները որոնք են՝ երեխաները, այդ հույզով կիսելը, հումոր անելը, հա, ու մենք մարդու թողած հետքերից, թվային հետքերից, որոնք հավանաբար չեն կորչում երբեք, այդ հետքերից հասկանում ենք տվյալ մարդու տեսակը, տվյալ մարդու կարիքները, արժեքները, համոզմունքները, բնավորության գծերը, հետաքրքրությունները։ Կախված նպատակից մենք դուրս ենք բերում նրա պրոֆիլը, որ իմանանք ինչ անենք նրա հետ։ Բայց շատ անգամ խաբուսիկ է լինում, չէ՞, նույն երջանիկ լուսանկարները մեկ էլ հետո պարզվում է, որ մարդը լուրջ անձնական խնդիրներ ունի, չգիտեմ, աշխատանքային խնդիր, բայց եթե զուտ ուսումնասիրում ես նկարները կամ պրոֆիլը շատ երջանիկ եւ երանելի պայմաններ։ Բայց կարծում Գրիգորի ինչ հնարավոր չէ նման բաներով խաբել։ Իդեպ անձնական մոտեցումները հենց զուտ կենցաղային եւ կյանքի դրվագներին այ որքանով ձեզ հաջողվում է տարանջատել մասնագիտական վերլուծությունները սովորական մարդկային, ընկերական, ընտանեկան շփումներից։ Եվ ասում ձեզ դժվար չէ կյանքում։ Այո, դուք եկել եք հարցազրույցի, մենք խոսում ենք ձեր մասնագիտությունից եւ դրա շատ հետաքրքիր առանձնահատկություններից, բայց դուք նաեւ վերլուծում եք մեզ ինքնաբերաբար։ Այսինքն մի երևույթին եմ ուզում անդրադառնալ մասնագիտական այրում, հա, պրոֆեսիոնալն է վգարան։ Ձեզ դա ծանոթ է թե ոչ եւ որքանով եք տարանջատում սովորական մարդկային կյանքը մասնագիտականից։ Շատ կարևոր հարց, բայց դրանից առաջ պատասխանեմ ձեր նախին խոսքին։ Սոցիալական ցանցերի վերաբերյալ ավարտելով։ Սոցիալական ցանցը այն իդեալական վայրն է, որտեղ մարդը ներկայացնում է իր իդեալական ես, որտեղ ցանկանում է լինել այդպես, որտեղ ցանկանում է իրեն այդպես տեսնեն։ Եթե մենք տեսնում ենք մի քիչ չափից շատ է, առավել հաճախ է, ուրեմն ամենայն հավանականությամբ նա գծում է այդտեղ նկարում է ցանկալի պատկեր, եսի ցանկալի պատկեր, նշանակում է ինքը հենց ունի դրա բացակայությունը։ Որտեղ այդտեղ կառուցելը շատ հեշտ է։ Դու դնում ես այն նկարները, որը ցանկանում ես իդեալա, շատ բլոգերներ միշտ իդեալական են, իրենք խնդիրներ չունեն, իրենք ամեն ինչ ճիշտ են անում, շատ հաջողակ են։ Գումար են հավաստում, բայց ընդհանրապես այդպես չի։ Այդպես դեմ փոխհատուցում են։ Այն հարցին, ինչքան կարելի է մասնագիտությունը տարանջատել անձից։ Երբ սովորում եք օրինակ մեքենա վարել, այդ ժամանակ սկսում եք ուշադրություն դարձնել նշաններին, ճիշտ է։ Դժվար է, ճիշտ է։ Դու պիտի անդադ գիտակցված լինես։ Ուշադրություն դարձնես գիտակցված, դժվար է, իհարկե դժվար է։
երբ երկար եք վարում մեքենան, արդեն ավտոմատ է։ Այստեղ նպատակից է կախված։ Ես գիտեմ, որ բոլոր մարդիկ ստում են, ու մեծ հաշվով դա նորմալ է, որ բոլոր մարդիկ ստում են, որովհետև սուտը մեր ադապտիվ մեխանիզմներից է։ Առանց դրա մեր գիտակցությունը չէր զարգանա։ Սուտը շատ բարդ կոգնիտիվ գործընթաց է։ Մենք նաև կենթանիների մոտ հարաբերական սուտ ենք տեսնում։ Միմիկրիայի երևույթը, Միմիկրիա, նա երբ որ օրինակ ութոտնուկը, ասմինոգը, բան կարողանում է ցանկացած իր հարևանությամբ գտնվող կենթանի տեսք ընդունել։ Այլ կերպ ասած, նույնիսկ վարքը։ Այո։ Միմիկրիա դա շատ։ Կամ մենք տեսնում ենք օրինակ հովազի գույնը համապատասխանում է ծառի գույնին, առյուծի գույնը, սավանների գույնին։ Խառնախիտ ասենք, թողնակ է, այլ կերպ ասած, իրականության չհամապատասխանող ինֆորմացիան ճիշտ է տալիս, թաքնվում են եւ այլն։ Հիմա այդպես մարդու մոտ շատ ավելի կատարելագործվել է։ Եթե կենթանիները բնազդային են անում, մարդիկ նպատակաուղղված են անում, բայց ստելը շատ բարդ է ինքնին։ Դու պիտի հիշողություն ունենաս այն ինչ որ ասել ես։ Ժամանակ ես հակասության մեջ են մարդիկ մատնվում, դու պիտի տրամաբանություն ունենաս, կամքի ուժ ունենաս, ինքնավերահսկողություն ունենաս, երևակայություն ունենաս եւ այլն։ Այսինքն սա բավականին կոգնիտիվ հուզական գործընթացներ պահանջող է, որը այդպեսին մեզ զարգացրել է։ Ես գիտեմ, որ մարդիկ ունեն սրա կարիքը, սա օգնում է քեզ շատ իրավիճակներում, ցանկացած մարդ է ստում։ Միգուցե արևելյան ռաջայոգերը իրենք ասում են, որ մենք չենք ստում, բայց ես չեմ հավատում, որովհետև եթե իրենց իջացնես այդ սարերից եւ բերես սոցիում, որտեղ օրինակ ինչ որ շուկայական միջավայր բերես, ես չեմ կարծում իրենք նույն այդ հուզական հանգստության մի քանի օր կարող են գոյատևել։ Ձեր կոնկրետ հարցին պատասխանել։ Ես գիտեմ մարդու առանձնահատկությունը ու ես խորքային հասկանում եմ։ Մարդու մասին շատ լավ իրական Մաքիավելին է օրինակ խոսում։ Սովորաբար մենք գեղեցկացնում ենք մարդուն, մեծ բարոյականություն ենք տալիս, արժեքներ ենք տալիս, գիտակցություն ենք տալիս, բայց ես որքան ուսումնասիրել եմ, այնքան հանգել եմ այն եզրակացություն, որ մենք շատ անկիտակցական ենք, շատ բնազդային ենք, շատ էվոլյուցիոն ենք, ու ստեղծած մի շարք արժեքներ, ազնվություն, բարոյականություն, արդարություն, պարզապես գոյություն չունեն։ Դրանք պետք է որ մենք ցավազրկենք մենք եւ մեր որոշումների մեծ մասը շատ էվոլյուցիոն են, շատ անգիտակցական ու շատ էգոիստական են։ Մենք ամեն ինչ անում ենք մեզ համար։ Մենք ստեղծում ենք մարդու գեր, մարդ, իդեալական մարդ, ընդհանրապես մենք չենք ասել altruistներ գոյություն չունեն բնության մեջ։ Կան altruistներ, բայց altruistը ինքնին հոգեբանական դժվարության մասին է վկայում։ Հումանիստներ կարող են լինել, altruistը ինքնազոհ մարդն է, ուրիշին ծառայություն է մատուցում, բայց ինքնազոհությամբ ոչ կարողանում անել, որովհետև դրա հետ կապված իր ինքնագնահատականը։ Այո, դա օգնում է իրեն ավելի բարձրանալ իր անձի արդարություն, ազնվություն մեծ բարձունքներին հասնել, Եկեք պատասխանենք, ուժեղին թե թույլին։ Արդարությունում է պետք։ Ուժեղին թե թույլին։ Ուժեղին։ Ինչին է ուժեղին պետք։ Եղնիկին թե վագրին։ Արդարությունը եղնիկին է պետք։ Եղնիկին, այսինքն արդարությունը երաշխավորված միջավայրն է, որտեղ դու կանխատեսում ես, եթե ես անեմ սա, իմ հետ տեղի կունենա սա, բայց աշխարհում ընդհանրապես այդպես չի։ Դու կարող ես անել սա, ու ընդհանրապես դա տեղի չունենա։ Չկա այդպիսի, բայց մարդու գիտակցությունը փորձում է ստեղծել վերահսկողության պատրանք, որպեսզի կառավարի իր համար անկառավարելի իրավիճակը, իրականությունը եւ ստրեսի մեջ մշտապես չլինի։ Մենք չունենք այդ արժեքները, մենք ստեղծել ենք։ Ես խորքային ուսումնասիրելով հատկապես բնության հոգեբանությունը, կենթանիների, բույսերի հոգեբանությունը ուսումնասիրելով մարդուն է։ Մարդիկ այնպես չեն, ինչպես մենք նկարում ենք գեղեցիկ, մենք շատ ցավալի ասել, բայց շատ կենթանական աստիճանում ենք որոշում կայացնում։ Մենք շատ ավելի բնությանն ենք մոտ, քան այն կեղծ իրականությունը, որը նկարել ենք։ Ես գիտեմ այդ ամենը, ու դրանով հանդերձ մարդուն ընդունում եմ։ Հա, բայց ինչպես են ձեզ վերաբերում նրանք ձեր ընկերները, այո, սկսեք դրանից, որքանով է ձեզ դժվար առօրյա կյանքում, որովհետև շատ լավ հասկանում են, որ դուք իրենց կարդում եք, շատ լավ գիտեք որտեղ է ստում կամ չի։ Իրենց վրա գիտեք, որ իրար հետ շփվում եք երկար ժամանակ, դու ադապտացվում ես, ու քո վրա չի տարածում դիմացինի գործողությունները։ Օրինակ, դուք ընկերություն եք անում X անձի հետ, ով դառնում է ենթադրենք նախարար։ Դուք մանկության ընկերներ եք։ Դուք զանգում անունով խոսում եք ու ձեզ համար ընդհանրապես իր դերը նախարարի դեր չի, բայց ինքը ունի հարյուրավոր ենթականեր, ում համար իրենք ազդեցիկ են, ճիշտ է։ Հա, իհարկե։ Բայց ինքնագիտակցաբար չեն վերլուծում իրեն։ Հա, իհարկե տեսնում ենք։ Բայց ես ընդունում եմ իրականությունը, որ մարդը կարող է չափազանցնել, կարող է տվյալ պահին ստել, կարող է չուզենալ հարցին պատասխանել, կարող է ձևացնել, որ տվյալ մարդ ունի մոտիվներ։
երբ մենք ուսումնասիրում ենք մարդու շատ անգիտակցական կողմը, Յունգը առաջարկել է ստվերի արխետիպը։ Սա մարդու ներքին մութ կողմերն են, արգելված կողմերն են, անթույլատրելի կողմերն են, որոնք չի կարելի հասարակությանը դրսևորել։ Հասարակությունը չի ընդունում դա։ Սրա մեջ մտնում են ցանկությունները, որոնք չի կարելի իրականացնել նույնիսկ երևակայել։ Մտնում են հույզերը, որոնք պետք է ճնշես։ Մտնում է քո ցանկացած կողմ, որը հասարակությունը չի ընդունում։ Այստեղ շատ արգելված կողմ կա, հասարակությունը չի ընդունի, բայց դա ամենաիրականն է։ Եվ մենք ունենք պերսոնա, ներկայացուցչական անձը, որին հասարակությունը այդպես ընդունում է։ Ես գիտեմ մարդու շատ ստվերային կողմը, ես գիտեմ մարդու սոցիումի տեսանկյունից բացասական կողմը, ես գիտեմ, որ մարդիկ նախանձում են, որ մարդիկ իրար շատ ժամանակ ատում են, մարդիկ բամբասում են, մարդիկ սեռական ցանկություններ ունեն, որը բոլորից թաքցնում են, մարդիկ ունեն հույզեր, որոնք իրենցից են թաքցնում։ Հասարակությունը սա երբեք չի ընդունի։ Ես ճանաչում եմ, ես մարդուն ընդունում եմ։ Հետևաբար այլ կերպ ասած, մարդին չի զարմացնում։ Նորմալ է ինձ համար։ Վախեր ունեն։ Իհարկե, շատ կարևոր հանգամանք է, որ չկա մարդով վախեր չունի։ Մարդիկ այնքան տարբեր են իրենց իրական ներկայացուցչական եսից, պերսոնայից, այդ դիմակից մարդիկ հիմնականում դիմակ են կրում, դերեր են կրում։ Իրական ներսում այնքան տարբեր են, այնքան ուրիշ մարդիկ են։ Դուք չեք պատկերացնի ինչքան անինքնավստահ մարդիկ են թաքնվում ինքնավստահ մարդու դիմակի տակ։ Ինչքան վախեցած մարդիկ են թաքնվում ագրեսիվ մարդկանց դիմակի տակ։ Ինչքան բարդույթավորված մեղքի զգացումով մարդիկ թաքնվում են իշխանություն, իշխանասիրություն ունեցող եւ մարդկանց ճնշող մարդկանց դիմակի տակ։ Ես ընդունում եմ այդ ամենը։ Փաստորեն նոր խոստովանեցիք, որ ձեզ զարմացնելը գրեթե անհնար է, բայց կյանքը նաև զարմանքներով է, չէ, բաղկացած։ Դուք ձեզ զրկել եք, դուք ամեն ինչ գիտեք մարդկանց կանխատեսելիությունը։ Այսինքն ինտրիգը մի տեսակ կորում է, չէ։ Չէ, իհարկե չգիտեմ։ Ինտրիգը կորում է։ Մարդը ծայրը հեղը բարդ կառուցվածք է ու շատ, որքան մենք ուսումնասիրում ենք, այդքան շատ ավելի բարդ է։ Եվ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները աներևակայելի է, երբ ուսումնասիրում ես մարդու ուղեղը, աներևակայելի ինչ որ գործարան է, որը շատ դժվար է հասկանալ, եւ մարդու հոգեկանը, ինչքան ուսումնասիրում ես, այդքան շատ հասկանում ես, որ չես հասկանում։ Մեծանում է այդքան։ Դանին Կրյուգերը էֆեկտով մարդիկ են, չէ, որ իրենց թվում է, որ ամեն ինչ գիտեն, ինչքան քիչ գիտեն, իրենց թվում է, որ շատ գիտեն։ Եվ հակառակն էլ կա, չէ։ Շատ իմացողներին թվում է, որ քիչ գիտեն, որովհետև հասկանում են ինչքան շատ բան չգիտեն, շատ իմանալով։ Իհարկե ամեն ինչ չգիտենք ու շատ սովորում ենք, հենց մարդուց ենք սովորում, մարդու հետ շփման ժամանակ ենք սովորում, ու մարդիկ շատ հետաքրքիր աղբյուր են։ Բայց իհարկե շատ բաներ դու նկատում ես, բայց ինչպես ես ի սկզբանե տրամադրված, ինչ դիրքորոշում ունես։ Ես ընդունում եմ, որ կարող եմ շփվել անձի հետ, ով ունենա շատ պրովոկացիոն, բան ասեմ, լատենտ սեքսուալ կողմնորոշում, դա իր կողմնորոշումը լինի, դա բոլորից ցանկանա թաքցնել, ես տեսնում եմ այդ ստվերը ակնհայտ, ես տեսնում եմ իր ներքին մղումները, ես ընդունում եմ, որ մարդ կարող է այդպես լինել, կարող է ունենալ, ես իրեն ընդունում եմ։ Բայց հասարակությունից շարժուձևից, հա, ես էլ ճիշտ ասած շատ հեշտ կարողանում եմ բարձր ճշգրտությամբ բացահայտել մարդկանց, ովքեր հա։ Բայց հիմա մասնագետը կասի, որ դա այդպես չի եւ այլ գործոններ են մատնում։ Խոսքը շատ է մատնում։ Մարդու ստվերի մեջ մտնում է նաեւ դա։ Մարդու ստվերը երևում է այնտեղ, որտեղ մարդը քննադատում է շատ անտեղի, չափազանց, իրացիոնալ, չմոտիվացված, չես հասկանում, ինչի ես այսքան քննադատում։ Որտեղ շատ ագրեսիա կա, որտեղ շատ պրոյեկցիաներ կան, վերագրումներ, որտեղ զայրույթ կա եւ որտեղ շատ նախանձ կա։ Մենք շատ ժամանակ զայրանում ենք այն ամեն ինչի վրա, ինչի կարիքը ունենք, տեսնում ենք ուրիշի մեջ, մենք դրա կարիք ունենք, բայց դա չունենք։ Զայրանում ենք իրենց վրա։ Չի կարելի։ Հա, որ դրանք ունեն, մենք չունենք, հա, դու ճիշտ եք ասում։ Օրինակ, մարդու հետ խոհարված կողմերից, եթե սրա մասին բարձրաձայնենք, ընդհանրապես հասարակությունը չի սիրում ճշմարտություն, սիրում է ճշմարտանմանություն։ Ճիշտ է։ Մաքիավելին ասել է, մարդկանց իրականություն չի պետք, տպավորություն է պետք։ Հա, եւ շատ հաճախ քաղցր սուտը, չէ, կարող է լիովին բավարարել եւ շատ ավելի շատ։ Հա, կա այդպիսի բան։ Ձեր գործունեության եւս մի ոլորտին ուզում եմ անդրադառնալ, դուք նաեւ դասավանդում եք եւ կուրսեր եք անցկացնում։ Ձեր հմտությունները փոխանցում եք ցանկացողներին, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով։ Համար է դա։ Այո, համար է եւ արդյոք
պատասխանատվություն եք կրում այն ինչին, որ սովորեցրել եք, վարժեցրել եք մարդկանց, եւ չէ որ վերահսկելի չէ, թե ինչպես մարդիկ դա օգտագործեն, գործածեն։ Ես եթե թույլ կտակ, որպեսզի չընդհատենք, լսենք ձեր վերլուծությունը եւ պատասխանը, Գրիգորի, եւս մի հավելում, էթիկան բոլոր մասնագիտություններում կարեւոր է, բայց հոգեբանների գործում առավել եւս, որտեղ անձի հետ անձի գաղտնիքների հետ գործում եք, ձեր մասնագիտությունում էթիկական այդ սահմանափակումներից ելնելով ինչ երբեք չեք անի, որովհետև կարող եք հասկանալի է, չէ՞, որ կարող եք պատրաստել մարդուն, կարող եք միտք ներդնել նրա գլխի մեջ, ակամա նույնիսկ նրա կամքին հակառակ նրան դրդեր ինչ որ գործողություններ եւ հիպնոզա։ Հա, չէ, բայց դրանք էթիկայի հետ կապված բաներ են, այ կուզենայի նաեւ դրա մասին խոսել։ Ունեք նմանատիպ էթիկական սահմաններ, որ երբեք չեք անցնում։ Հոգեբանի էթիկան պարտադիր կոնֆիդենցիալություն է ենթադրում, անձին չվնասելը։ Բայց այստեղ շատ կարեւոր է հոգեբանի անձը կամ պրոֆայլերի անձը։ Եթե առողջ չեմ կամ եթե կեղծ լեզվով ասենք, բարոյական չէ, որտեղ շատ դժվար հասկացություն է դա ու դժվար է սահմանել ինչ է բարոյականությունը, շատ ենք օգտագործում, բայց դա շատ չափազանցված է։ Ներողություն, բայց մարդը ինքը մասնագետը կընդունի, որ ինքը մեղմ ասած բարոյական չէ։ Ոչ, չի ընդունում, այդ իսկ պատճառով վնասում է։ Բայց այստեղ մենք ուրիշ տեղ գնանք։ Ես երբ ուսումնասիրում եմ, ոնց ենք կա այդպիսի գործիք, որը հենց նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը, այն մոդելավորման գործիք է, ուսումնասիրում է, թե մարդիկ օրինակ ինչպես են իրար հետ հաղորդակցում, մոդելավորում են, սովորում են դրանից վերցնում են ինչ-որ մի բան։ Կամ մարտական NLP հասկացությունը, որը ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ իրար վնասում։ Ոնց է կարծում, որտեղից են հայտնում անինքնավստահ մարդիկ, ֆոբիայով մարդիկ, ալերգիայով մարդիկ, ալերգիա ունեցող դա փսիխոսոմատիկ է։ Ցածր ինքնագնահատականով մարդիկ, ովքեր ցանկանում են ուրիշներին վնասեն, դիկտատորները որտեղից են հայտնվում։ Այս մարդիկ չեն ծնվում այսպես։ Այս մարդկանց հասարակությունը դարձնում է այդպես, բայց ով։ Արի ուտես, որքան էլ պարադոքսալ է, ամենամտերիմ մարդիկ։ Ես ուսումնասիրում եմ, թե ծնողները ինչպես են երեխաներին վնասում։ Դուք ասում եք հոգեբանի էթիկա, բայց մենք տեսնում ենք, որ ծնողներն են վնասում երեխաներին, չիմանալով, չգիտակցելով, իրենց հոգետրավմաների միջոցով։ Ես ուսումնասիրում եմ, լավ, ինչ է եղել տվյալ անձի հետ, որ ինքը կես տարի գալիս է ինձ մոտ հոգեբանական խորհրդատվության կամ հոգեթերապիայի, եւ մենք աշխատում ենք իր խորքային չընդունվածության զգացման, իր վախերի հետ, իր խորքային մեղքի զգացման հետ։ Տարբեր տեսակի բարդություններ։ Ինչ ով է դա արել։ Ես պատրաստված մասնագետ եմ, եթե ես ցանկանամ վնասել, կկարողանամ տեխնոլոգիան գիտեմ, բայց ով է վնասել, որ նա ինձ մոտ է եկել։ Արի ուտես, որ դիլետանտները, այսինքն ոչ մասնագետները, ովքեր չգիտեն, բայց անգիտակցորեն կամ իրենց հոգետրավմաների պատճառով շատ ծնողներ այնքան պրոֆեսիոնալ են վնասում, որ մասնագետին պետք է տարիներ, որպեսզի տվյալ մարդու միջից կարողանաս նրան ազատել այդ բարդություններից, հոգետրավմաներից եւ այլն։ Շատ շնորհակալություն եւ մի հարցը մի հատված էլ ուներ, ճիշտ ասած կապված ձեր պրոֆեսիոնալ էթիկայի սահմանների հետ, այ ես կուզենայի ասել օրինակ, եթե պատվեր լինի պայմանական, հա, ինչ որ մի կազմակերպություն ազդեցիք իր մրցակից ընկերության, հա, ասենք նմանատիպ գործունեություն ընկերությունում, օրինակ ուզենան լերտես գործի տեղավորել ներդնել, հա, օրինակ նման քայլի կգնաք պայմանական, դա հասկանալի է, դուք պատասխանատվություն չեք կրում, բայց կարող եք պատրաստել մարդուն եւ նա գնա կատարի ինչ որ առաջադրանք եւ խնդիր, բարձ օրինակ եմ բերում առաջին ինչ մտքովս անցավ, այս ուզում եմ հասկանալ այդ սահմանները մասնագիտական ձեզ համար գծել եք, թե չէ, թե այնուամենայնիվ դա ինչպես ում դա ձեր գործ։ Ամենակարևոր սահմանները օրենքի պահպանումն է, առաջին Որտեղ այստեղ օրենքը խախտվում է։ Ինսայդերական ինֆորմացիա է։ Չխախտվում։ Գոյություն ունի օրենք այս մասնագիտության թույլտվության վերաբերյալ սահմանների։ Ինֆորմացիայի վերհանման օրենք գոյություն ունի, այսինքն տվյալ աշխատակից եթե ինֆորմացիա է վերհանում կազմակերպությունից, դուրս հանում ինֆորմացիան։ Իհարկե այդտեղ կա։ Եթե ստորագրել է, եթե ստորագրել, այո, գաղտնիության մասին։ Հիմա իհարկե շատ շատերին հետաքրքրում է կամ տվյալ ներսում ինչ որ մեկին հավաքագրել, այսպես ասած, եւ նրա միջոցով ինֆորմացիա ստանալ, կարևոր ինֆորմացիա այո։ Կամ ինչ որ մեկին ներդնել։ Ճիշտ է։
դա ոչ մի ձևով օրենքով չի կարող սահմանափակվել, որովհետև ապացուցելի չէ։ Բայց այստեղ այո, կան որոշակի էթիկայի կանոններ։ Գիտեք, բիզնեսի մեջ շատ գործողություններ իրական թույլատրելի են, ու եթե չկարողանաս դրանք օգտագործել, դու շատ ժամանակ արդյունքի չես հասնի։ Այսինքն Մակիավելին, որ այսօր հիշեցինք, դուք եթե ցիտենք, հա, այսինքն նպատակը արդարացնում է միջոցները, հա, բայց ոչ բոլոր դեպքերում։ Հա, բայց կան չէ բացառություններ համաձայն։ Իհարկե կան բարոյական բացառություններ կան, բայց նույն Մակիավելին ասում է, եթե այս աշխարհում դու բացարձակազնիվ ապրես, դու կտապալվես, հնարավոր չի դա։ Բայց որոշակի սահմաններում։ Կամ եղինակ Զելանդա, չգիտեմ ծանոթ է ձեզ թե չէ։ Նա էլ այդ նեյրոլինգվիստիկ, ասենք տարբեր տեսակի պրակտիկաների մասին է խոսում եւ ես ճիշտ ասած նրա աուդիոգրքերն եմ լսել եւ ասեմ դες 15-20 րոպե հետո դու իսկապես հասկանում ես, որ դու կամաց գնում ես սոսանքի տակ։ Հա, այսպես ինչ-որ մեկը կարողանում է լիարժեք ներթափանցել եւ քո վարքը, քո կենտրոնացումը, քո ցանկությունը նրան լսելու, որևիցե կերպ արդարացված չէ կոպիտ ասած, բայց նա կարողանում է դա ստանալ։ Ես այդ դա ուզում հասկանալ, ինչպես է վերաբերվում օրինակ որպես պրոֆայլեր եւ հոգեբան հիպնոզի պրակտիկային։ Fake է դա, թե չէ, ես լսել եմ դեպքեր, որ հիպնոզի ազդեցության տակ մարդկանց ասենք ծխելուց են ազատել, չգիտեմ, վատ սովորություններից։ Կլինիկական հիպնոզում կարելի է ապակոդավորել։ Խաղամոլությունից եւ այլ, դա իրական պատկեր է, թե դա շատ չափազանցումներ շատ կան, միֆեր շատ կան անշուշտ, բայց կլինիկական հիպնոզը կիրառվում է կախվածությունների հետ, բայց դա միակ գործիքը չի, որովհետեւ այստեղ հարցը կոնկրետ կախվածությունը չի, խաղալը չի, կամ ալկոհոլը օգտագործելը չի, հարցը իր անձիային կառուցվածքն է, որի պրոդուկտը խաղալն է։ Այսինքն եթե դա կտրեցիր, ել չի խաղում, ինքը գնալ է խմելու է։ Միևնույն իր դոֆամինը ստանալու է։ Այո, ինչ որ անառող սեով ստանալու է։ Հիմա հիպնոզով կարելի է դրա վրա ազդել, բայց նաև հոգեթերապիան եւ դեղամիջոցով թերապիան անհրաժեշտ է կախվածությունների դեպքում։ Երբ մենք ասում ենք հիպնոզ, շատ ժամանակ մեզ թվում է, որ ինչ որ մեկը կանգնում է ու այսպես շարժում է ինչ որ մի բան, դու կենտրոնանում ես տրանսի մեջ ես հայտնվում եւ այլն։ Մենք բոլորս տոտալ հիպնոզի մեջ ենք։ Դա չենք գիտակցում։ Այսինքն մենք չգիտենք ինչի դուք ունեք այն արժեքները, որ ունեք։ Ոնց եք սովորել։ Ինչու ունեք այն համոզմունքները, որ ունեք։ Ինչու եք դուք սիրում սա, այլ ոչ թե նա։ Ինչու ունեք այդ բնավորության գծերը կամ այդ ճաշակը։ Մեզ թվում է, որ դա մենք ենք այդ որոշումը կայացնում, բայց իրականում արիետես ընդհանրապես այդպես չէ։ Տոտալ հիպնոզը, որը ստեղծում է ստանդարտներ։ Ստեղծում է 3 ստանդարտ, քեզ թվում է, որ արժե համակարգ, այո։ Քեզ տալիս են 3 տարբերակ, դու ընտրում ես, այսա չեմ ընտրի, սա կանտրեմ, բայց իսկ բանը 3-ն էլ դու դրանցից մեկը պիտի ընտրես։ Այսինքն տոտալ հիպնոզ, որ մենք ասում ենք, հասարակությունը, եթե անհատը չունի ռացիոնալ մտածողություն ինքնագիտակցությամբ, որ կարողանաս դուրս գաս քո միջից մեծ աստիճան, ու ասես, իրոք ես ինչ եմ այսպես մտածում։ Ես ինչու եմ այս արժեքը, որտեղ ինձ այս բնավորության գիծի մեջ, ինչու եմ ես այս համոզմունքով առաջնորդվում։ Սա տոտալ հիպնոզն է։ Իսկ շփման մեջ, հաղորդակցման մեջ հիպնոտիկ ազդեցությունը կարող ենք բաժանել գաղտնի հիպնոզի։ Ինչ է ենթադրում։ Դա նշանակում է ակտիվացնել զրուցակցի գլխուղի կենտրոնը, ստեղծել դոմինանտման կենտրոն, ֆիզիոլոգիայի լեզվով ասած, որի ժամանակ անձի մտածողությունը անջատվում է, թուլանում է, նա դադարում է ռացիոնալ տեղում գնահատել ինչ է տեղի ունենում, հայտնվում է տրանսային վիճակում, իսկ տրանսը ճանապարհն է դեպի մարդու անգիտակցական։ Եվ նա կրիտիկայի չի ենթարկում քո ասածները, քո ուղարկածավորտագրությունը վերածվում է իր մտքի։ Եվ ինքը գալիս է մի մտքի, որը թվում է, որ ինքն է իրեն մեջ հետաքրքիր բան ասացիք։ Գրիգորի, ես ափսոս այնքան հետաքրքիր է ձեզ չեք պատկերացնի, բայց մեկ այլ ժամանակ։ Հա, ես մի հարց էլ վերջում տամ, հոգեբաններից մեկի հետ զրույցի ժամանակ մի խոստովանություն անեց, ասաց, որ ինձ շատ ավելի հեշտ է կանանց հետ աշխատել, քան տղամարդկանց։ Արդյոք ձեր մասնագիտացման մեջ կա այդպիսի տարբերություն, որովհետև տղամարդիկ տրամաբանական են, հա, այսպես պատճառը հետևանքային են, մտածում կանեք հաճախ չէ։ Որևիցե տարբերություն կա։ Չկա այդպիսի բան։ Կանայք հուզական են, տղամարդիկ ռացիոնալ են, չկա այդ դրանք միֆերից են։ Շատ ինդիվիդուալ է։ Տղամարդը տղամարդուց այնքան է տարբերվում, ինչպես տղամարդը մյուս կնոջից։ Շատ ինդիվիդուալ է եւ
այն անձը ով ասել է իր մոտ նույնպես ինչ որ առանձնահատկություններ կա, որը տրամադրում է այդպես լինել։ Այսինքն իր համար հեշտ է կնոջ հետ աշխատել։ Հավանաբար արական սեռի հետ ունեցած որոշակի հարաբերություններ չի լուծվել։ Հավանաբար ինչ որ սահմանափակումներ ունի։ Այդ իսկ պատճառով հակառակ սեռ ավելի կարծրատիպային ինչ որ մի բան անձի աստիճանում է դա արդեն գործում։ Չկան այդպիսի բաներ, կա այսպիսի օրինաչափություն, այո դա կա ու էվոլյուցիոն հիմնավորում ունի։ Կանայք ավելի շատ են ավելի հեշտությամբ են հույզերը հասկանում։ Տղամարդիկ ավելի հեշտությամբ ստում են։ Ինչու՞։ Որովհետև էվոլյուցիայի ժամանակ երբ չկար խոսքը, երբ չկար բանականություն, պիտի ձագի լեզուն ինչ որ ձևով հասկանա մայրը, էվոլյուցիոն աստիճանում, ասած ձագի կամ երեխայի լեզուն։ Շարժումներից ինչ որ ձևով, ոնց է ծնողը հասկանում, մայրը հասկանում, որ երեխան քաղցած է։ Ինչ որ ձևով հասկանում է։ Հարցում ես ո՞նց ես հասկանում, ասում եմ չգիտեմ, հասկանում եմ։ Այդ միկրոշարժումները, երեխայի ձայնի փոփոխությունը եւ այլն էվոլյուցիոն կինը զգայուն է։ Իսկ տղամարդը որսորդ էր ավելի շատ։ Ճիշտ է, նա պիտի պլանավորել, թե ինչպես զոհին գցել, օրինակ թակարդի մեջ։ Դրա համար սուտ այդ պլանավորումն է, այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի լավ ստում են, կանայք ավելի շատ հասկանում են, զգում են ավելի շուտ։ Կանոջը չես կարող խաբել, ես վերլուծություն ասեմ, հետաքրքիր հետազոտություն էին անցկացրել, բարձում է կինը կարողանում է ընթերցել օրինակ մարդու դիմախաղից ինչ որ փոքրիկ մկանների շարժումներ նկատում, որը վկայում է սուտ խոսելու մասին, որը տղամարդուն հասանելի չէ։ Սա ֆիզիոլոգիական առանձնահատկություն է։ Ինտուիտիվ։ Մայրս չմասնագիտացված պրոֆայլեր է։ Նա եթե ասում է այս ինձ դուր չեկավ, ես հետո հասկանում թե ինչի դուր չեկավ, երբեք չի սխալվել։ Բայց ոչ բոլորը իհարկե, բայց կինը ունի այդ առանձնահատկությունը։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն ենք, հուսով ենք, որ մեր հրավերը կընդունեք կրկին, ինչ որ ժամանակ հետո, որովհետև ես ունենք շատ հարցեր ունեմ ձեր որակի մասնագետին, ձեր որակավորումը ստացած մասնագետին, կապված օրինակ, չգիտեմ, սերիական մարդասպանների հետ, նրանց հոգեբանության եւ էլի շատ հետաքրքիր թեմաներ։ Օրինակ ինձ էլ է հետաքրքիր մասնագետը ինչպես է ինքը ընտրում իր հագուստը, շարժու ձևը, որտեղ ինքը ամեն ինչ գիտի, ու թվում է որ ինքը ամեն ինչ պետք է վերահսկի իր շարժու ձևի, հագուստի եւ մատուցման մեջ, ինքն իրենը դա է հետաքրքիր։ Բայց մեկ ուրիշ անգամ։ Մեր հյուրը Գրիգորի Բադալյանն էր, հոգեբան եւ պրոֆայլեր, շատ հետաքրքիր զրուցակից եւ հետաքրքիր մարդ, շնորհակալություն եւս մեկ անգամ, հուսով ենք հանդիպենք կրկին։ Մեծ սիրով։